Նախ եկեք մի հատ զերծ մնանք այս փուլում առաջարկների կողմ դեմ լինելու հետ կապված գնահատականներ տալուն, որովհետև դա քննարկման process է, այսինքն քննարկումն էս չի, որ կանոնել է մենք առաջարկ ենք արել եւ դրանով ենթադրենք բացասական պատասխան ա եկել եւ դրանով ավարտվել։ Քննարկման process-ը տենց 12 դեպք ա եղել եւ գնացել եկել այդ փաստաթուղթը եւ մենք այսօր ունենք արդեն 15 առնվազն համաձայնեցված կետ, որը որ ես համարում եմ, որ շատ մեծ ձեռքբերում է, որովհետեւ եթե կհիշեք ամենասկզբից, երբ որ խոսակցությունը սկսվեց խաղաղության պայմանագրի մասին, ընդամենը 5 միջազգայինորեն ընդունված կետի մասին էր խոսքը գնում, այսօր 15, 3 անգամ ավելի շատ։ Կարծում եմ այդ մասով եկեք բան չանենք։ Առաջի հարցի հետ կապված էսկալացիայի վտանգ, տեսեք, էսկալացիայի պատճառներ ստեղծելու հետ կապված մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ եւ պատճառ չլինի։ Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ասել ենք, որևիցե տարածքային պահանջ չունի եւ իր հանձնարարած պարտավորությունների եւ համաձայնագրերի շատ ուժեղ հետևում է եւ հետևողական շարունակելու աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ եւ էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ եւ պատճառ կարծում եմ չկա եւ պետք է չլինի։ Վարչապետը ասում է, որ այս հոդվածով փորձում է նման առիթներ ստեղծել գուցե Բաքվում այս ապաշրջափակման թեման։ Պարտավորությունների կատարման Հայաստանի հանձնարարություններն է անընդհատ ընդգծում։ Տեսեք, մենք միշտ պետք է ելնենք ամենաբացասական կանխավարկածից, որ յուրաքանչյուր բան կարող է յուրաքանչյուր բան տեղի ունենա։ Եվ որևիցե բան չբացառենք, վստահ չլինենք, որ ամեն ինչ սենց է լինելու, նենց է լինելու, պետք է միշտ աշխատանքային այդ process-ը շարունակվի։ Ես չեմ ուզում շատ մանրամասնեմ վարչապետի ասածը, որովհետև դուք իրեն հարց տալու, նաև մեր ընդդիմադիր գործիչները իրեն հարց տալու հնարավորություն նաև այս շաբաթ ընթացքում կունենան, էլ չեմ ասում, որ իրադարձությունները այնց արագ են զարգանում, կարող է շատ հետաքրքիր զարգացումներ լինի մոտ օրերս, չես կարող ասել։ Չգիտեմ, կարող է այս ապաշրջափակման Ընդհանուր այս թեմայի շուրջ, որ մենք զրուցում ենք, կարող են շատ նորություններ տեղի ունենան եւ ինչ-որ փոփոխություններ տեղի ունենան։ Մեր պատասխանը գնա Ադրբեջանի այս շաբաթվա ընթացքում խաղաղության պայմանագրի ինչ-որ ապաշրջափակման այդ գրավոր պատասխանը, որ վարչապետը ասում է դեռ չկա։ Տեսեք, մենք մշտապես հələ ինչքան ժամանակ է մենք ասում ենք, որ Հայաստանի նույնիսկ որոշում կա կառավարության, որ մենք պատրաստ ենք անցակետեր տեղադրել եւ ճանապարհները բացել։ Սա գործընթաց է, որը որ չի դադարում եւ դրա համար եմ ասում, որ կարող է շաբաթվա, կարող է վարչապետը գա պայմանական նոր հայտարարություն անի կամ այդ կետերի հետ կապված նոր մեկնաբանություն։